Բարերեկո ձեզ հարգելի հայրենակիցներ, ուրեմն կներեք մեզ եւ անձամբ ինձ, որովհետեւ տեխնիկական պատճառներով ընդհատվեց հաղորդումը, բայց շարունակենք, հուսանք, որ եթերը այս անգամ կլինի անխափան եւ վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Այս հաղորդումը արտահերթ է, որովհետեւ մենք շաբաթվա մեր հերթական գրաֆիկային հաղորդումը արել ենք, բայց քանի որ այսօր թատրոնի միջազգային օրն է, մենք որոշեցինք մեր ուրեմն մեզ համար չափազանց կարևոր մշակութային այդ օրվա կապակցությամբ շնորհավորել թատրոնի եւ թատրոնի աշխատակիցների, դերասանների, ռեժիսորների, սպասարկող անձնակազմի եւ այլնի եւ իհարկե հանդիսատեսի այսօրվա կապակցությամբ եւ ցանկանալ ամենալավը, բայց ցանկանալ ամենալավը չի նշանակում ուրեմն խնդիրները չտեսնել եւ չառաջնորդվել երկրի պետական շահերին տվյալ պարագայում թատրոնի վերած նպաստի հարցով։ Ուրեմն ասեմ հետեւյալը, հայերիս համար գիտեք, որ թատրոն առանձին նշանակություն ունի, որտեղ ըստ էության արվեստներից ամենահինն է կամ հներից մեկը եւ արվեստներից ամենահինը ուրեմն գոյություն է ունեցել հին Հայաստանում։ Եթե մանրուքների մեջ չմտնեն, մասնագետները դա կբացատրեն, կասեն, դա իրենց գործն է, բայց ես ասեմ, որ մեր Արշակունյաց արքայատողմի վերջին արքան Արտավազդը, գիտեք, որ եւ գրում էր բանաստեղծություններ նաեւ, եւ խաղում էր, եւ դերասան էր, եւ ռեժիսոր էր, բեմադրող էր, եւ այլն եւ այլն։ Ես սա ասում եմ հատուկ նրա համար, որ մենք բոլորս հիշենք, որ այսօրվա շատ անգամ դժգույր իրականության ֆոնին ինչ պայծառ դեմքեր ենք ունեցել եւ հպարտ ու արժանապատիվ անցյալ։ Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք նիշը վերականգնել եւ արժանապատիվ ու պայծառ ապական տեսնել նաեւ մեր օրերում, մեր օրերից դուրս։ ԿԺԿ-ն որպես քրիստոնեական արժեհամակարգի տվյալ բարակայում նաեւ մշակութային արժեհամակարգի կուսակցություն, որի մասին մենք ձեզ հետ շատ ենք խոսել, ես ձեզ շատ եմ ներկայացրել, հենց իր նպատակը դրել է նաեւ հայոց դասական մշակույթի վերականգնումը կամ իր նպաստը բերելը, մանավանդ որ ԿԺԿ-ն ստեղծվել է, շատ եմ ասել, հայաստանյաց ուրեմն առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու փիլիսոփայության բազայի վրա եւ նրա փիլիսոփայությունը հենց այդ փիլիսոփայությունն է։ Հիմա կոնկրետանանք ավելի մեր օրերի առումով, սիրելիներ։ Դուք հիշում եք, կամ ես ձեզ կհիշեցնեմ, որ եթե մենք, ես ինչքան հիշում եմ, ես 7 տարի կամ 6 տարի է, որ իմ ընկերների հետ սկզբից նույնիսկ առանց կուսակցության շրջագայել եմ Հայաստանում եւ եթեր ենք տվել տարբեր խնդիրներ, հատկապես նաեւ այդ խնդիրների հետ միասին եղել է շրջայցի շրջանակներում մեր մշակութային ժառանգության ներկայացումը մեր ժողովրդին, վանքեր, ամրոցներ, ճարտարապետություն, ինչ որ մենք հասկացել ենք, ինչ որ մենք ունեցել ենք։ Ես նույնիսկ մեր երկրից չէ, որ միայն հաղորդում եմ տվել, ներկայացրել եմ։ Հիմա դրա զուգընթաց գործադիր կոմիտեի որոշումով այս տարվա աշնանը մենք նախաձեռնեցինք նաեւ Երևանյան եւ Հանրապետության թատրոններում ուրեմն բեմադրությունների ուրեմն մասնակցություն, դիտում եւ այլն, նպատակը բարձ էր, նախ առաջին հերթին քիչ շատ կարողանալ մեր ոգևոր պահանջները ուրեմն սպասարկել եւ դա շատ բնական է, որ հայ մարդը ուզում է անպայման թատրոն գնան, բայց դրան զուգահեռ որպես կուսակցություն մենք ուզեցինք տեսնել, թե մեր թատրոններն ինչ վիճակում են, որովհետեւ մեր երկիրը վերակառուցման որոշակի վիճակի է հասել, որոշակի փուլ ենք անցնում եւ մեր պատկերացումն այն է, որ առանց թատրոնի վերականգնման Հայաստանը վերականգնվել չի կարող, որովհետեւ առանց թատրոնի կյանք չկա, ինչպես երբեմն իր գոյության ապրած տարիներին իմ ներկայությամբ բազմաթիվ անգամներ ասել է մեզ համար չափազանց հարգելի, սիրելի Սոս Սարգսյանն, որն ասում էր, որ շատ է եղել խոսակցություն, մեկ-մեկ եղել է, ասում էր Լևոն ջան, առանց թատրոն ժողովուրդը ինչ թատրոն, հատկապես նկատի ուներ մեզ եւ Հայաստանը, բարձր է ինչի մասին է խոսքը։ Հիմա մենք բազմաթիվ ներկայացումների մասնակցեցինք, նախնական իմաստով այսօրվա առիթով շնորհավորելով ուզում եմ մի քանի խնդիրներ ներկայացրել։ Ասեմ, որ
դպրոցաշինությունից, ուրեմն հիվանդանոցների, պոլիկլինիկների հարցի կարգավորումից հետո կամ դրանց զուգընթաց մենք ժամանակ չունենք, ուրեմն ճիշտն այն է, որ կառավարությունը նախաձեռնի համապարփակ մի ծրագրով զբաղվի թատրոնների շենքերի վերակառուցմամբ, դրանք խիստ կարիքը կա, ուրեմն առաջինը դա, երկրորդը Հայաստանի Հանրապետության տարբեր ուրեմն բնակավայրերում ուրեմն գոյություն ունեցող մշակութային տների վերականգնումով անպայման դա խիստ անհրաժեշտ է, մի խոսքով խնդիրները շատ են, ֆիզիկական իմաստով դա անհրաժեշտ է։ Ես չեմ ուզում ասել, որ եթե թատրոն չլինի, մենք չենք լինի, մենք կլինենք։ Հայաստանն էլ կլինի, բայց մենք չենք լինի այն մակարդակով ժողովուրդը, այն պետականությունը, որ սազում է արտավազդ արքաների, ուրեմն դարավոր այդպես հարցադրումներին, եւ սա շատ կոնկրետ մի բան է։ Ես ձեզ չէ որ պիտի բացատրեմ, թե մշակութային դները ինչ դաստիարակիչ գաղափարական արժեքային արժեք են ներկայացնում։ Մի բան ուզում եմ ասեմ, որ չնեղանաք, որ Թուրքիայի օրինակն են բերելու, բայց բոլոր դեպքերում սրանք ուրեմն Քեմալ Աթաթյուրքի տարիներին ժողովրդական տներ կոչվող մշակութային տներ էին բացում, այդ մշակութային տները ժամանակին իրենց համար ստեղծեցին այն հիմքը, որի վրա այսօր կային հզոր պետականություն, ինչ որ Թուրքիան է։ Կարելի օրինակները շատ երկրներից բերել, սովետական միության օրինակները, որ ժամանակին ուրեմն ժողովրդական տներ, ուրեմն լիք կայաններ, թատրոններ եւ այլն։ Հիմա բայց սա ասում եմ նրա համար, որ մենք հասկանանք, որ եթե այս ժողովուրդները հասկացել են, մենք պարտավոր ենք մշակութային տների եւ թատրոնների նշանակությունը հասկանանք։ Հիմա առանց որևէ մեկին նեղացնելու, ես ուզում եմ որոշ դիտողություններ անել մեր Երևանյան այն թատրոնների ռեպերտուարների հիմքի վրա, իհարկե բոլոր տեղերը մենք չենք այցելել, չհասցրեցինք, շարունակենք մեր այցերը, նրանք ցես ներկայացնելը, ինչպես որ ներկայացրել ենք, յուրատեսակ շրջայցի մի տեսակետ եւ խնդիրները ներկայացնել։ Ուրեմն ել չեմ կրկնի, որ թատրոնը որպես արվեստի հատուկ ճյուղ տեսակ բացառիկ նշանակություն ունի մեզ համար, դա մեկ։ Եվ որտեղ դա պատմական անցյալ ունի։ Երկրորդը, բայց խնդիրը պատմական անցյալը չի։ Եթե քաղաքագիտության տեսանկյունից ենք նայում հարցին, կարող ենք ասել, որ թատրոնը եւ նրա լավագույն կազմակերպումը ժողովրդի թատերասեր հասարակության, նրա կոլեկտիվների ստեղծագործական աշխատանքը այն փափուկ ուժի ահռելի ռեսուրսն են, ռեսուրսի մասը, որ Հայաստանն ունի տվյալ պարագային որպես քրիստոնեությունը առաջին պետականություն հռչակած աշխարհում պետականություն առաջինը հնչ է։ Դա փափուկ ուժի ուրեմն բացառիկ օրինակ է, որից պարտավոր ենք զանազան պատճառներից բացի օգտվել եւ օգտագործել մեր երկրի համար։ Բայց ինչ է պատկերը թատրոններում։ Ուրեմն առաջինը լեզվի հարցն է եւ ասեմ ձեզ, որ մեզ մոտ հայոց լեզվի հետ կատարվում է ոճրագործություն շատ անգամ։ Բոլոր տեղեր գրեթե իշխում է ան։ Այդ անհասկանալի ան, երբ պաշտոնյաներն անգամ գիտության իբրև թե սպասավորներն անգամ, չգիտես ինչու, հետ սովետական տարիներին որոշի չոտից անցել են այի։ Թե դրանով ինչ են ուզում ասեն, ես չեմ կարողանում հասկանալ, բայց պատկերավոր ասեմ, որ ասում ասենք այի օգտագործումը կարծես թե մի վրեժ է, որ տկետը կիսամիջին ուրեմն ուղեղի տեր մարդը հայոց լեզվից վրեժ է լուծում։ Ես չեմ հասկանում ինչու է այսպես եւ ուրեմն լեզվի պետական տեսչությունը ինչով է զբաղված։ Մենք գիտենք, որ առանձնապես մի բանով էլ զբաղված չի եւ նրա տիրույթում գտնվող հանրապետությունում լեզվի հետ բարբարոսական գործ է կատարվում։ Ես ճիշտ ասած չասեմ թատրոններից մեկի անունը, որի մասին ժամանակին գրել եմ, ես շշմել էի, թե ինչու նման թատրոնը, որը դասական թատրոնի շենքի իմաստով եւ դիտողի իմաստով վերնագրված է դասական, ինչու չի փակվում եւ ինչ լեզվով է պիեսը ներկայացվում, մանավանդ լեփլեցուն երիտասարդներով դահլիճներում։ Խոսվում է անհասկանալի մի աղճատված լեզվով Ռուսաստանի խորքերից բերված ինչ-որ մի պիեսով, որտեղ չգիտեմ գաղափարական իմաստ անհասկանալի հակամարտկային իբրև թե հումանիստական մի գործ է։ Ուզում եմ
Սրանով փակ եմ այդ հարցը, չեմ ուզում տվյալ թատրոնի անունը շրջանառել, յուրաքանչյուրը կարող է գնալ դիտել, հերթով եթե դիտեք, եւ դուք կշշմեք։ Ես այսպես ասեմ, հա, եթե վերակենդանանային այսօր Լևոն Շանթը, ասենք Արտաշես Աբեղյանը, ասեմ ձեզ, առանց բանի, Նիկոլ Աղբալյանը, որոնք հանրապետության, առաջին հանրապետության դժնդակույն պայմաններում հայ մշակույթ էին վերականգնում, ապա այս թատրոններ, նման կարգի թատրոններ անցնելուց հետո կարող եք մտածել բարբարոսներ հայոց լեզուն տրորելով աչուծախ են գնում, ելուր մնաց Չարենցի Նայիրյան երկիրը կամ Տերյանի հայոց լեզուն կամ Դուրյան, Մեծարենց եւ այլն եւ այլն։ Ուրեմն լեզվի հարցն է, շապացած կարևոր է։ Եվ ես կարծում եմ, որ կառավարությունը հատուկ որոշում պետք է կանգնի, ուրեմն կայացնի, որոշում ընդունի լեզվի օրենքի գործադրման վերաբերյալ եւ լրջագույն խստագույն միջոցներ ձեռք առնի հայոց գրական լեզվի պաշտպանության բարակայում եւ ոչ մի պատճառաբանություն փող աշխատելու միջոցներ ունենալու եւ դրանց ռեպերտուարի բովանդակությունը պիեսների ուրեմն որոշելու առումով ոչ մի զիջում չպիտի լինի ոչ մեկին իսկ պետական պաշտոնյաներից իբրև թե մտավորականությունից եւ այնից պիտի պահանջել բառացիորեն գրական հայոց լեզվով հաղորդակցվելու եւ բարձրանալու ժողովրդի իբրև թե մակարդակից, ինչպես որ երբեմն ասում են գրեհիկ խոսենք, որ ժողովուրդը լավ հասկանա, ասեմ որ ինչքան գրեհիկ խոսեք, այնքան ժողովուրդը ձեզ վատ կհասկանա, որովհետեւ նաեւ լեզվի տերն է, իսկ մտավորական մարդն այն է, որ կարողանա ուրեմն բարձրացնել եւ անդադ բարձրացնել։ Հիմա ուրեմն մնացած տեղերում լեզվի հարցը եթե լավ է, ուրիշ խնդիրներ կան։ Շենքերը վերանորոգման կարիք ունեն, անպայմանորեն։ Թատրոնները մեր երկրի համար կենսական են բոլոր իմաստներով։ Մենք պետք է մեր հռչակը վերականգնենք, որպես արվեստի այդ ճյուղի հիմնադիր համաշխարհային մասշտաբով ժողովուրդներից մեկը։ Ուրեմն ասեցի ինչի մասին է խոսքը։ Հիմա գումարած դրան, ինչ եմ ուզում ասել։ Շատ տարօրինակ է, որտեղ մենք եղել ենք, իհարկե բոլոր տեղեր չենք եղել, ուրեմն առարկայացանկը խիստ հին է։ Երևի բանից չգիտեմ ինչու են կապել Շիրվանզադեի, իհարկե ինչի որ մենակ Շիրվանզադե չպետք լինի, Շիրվանզադեի պիեսներից ենքով չեն ասնում։ Հիմա ճիշտ է, Շիրվանզադեի, ինչպես ասում է ժողովրդական խոսք, ցավն է տանեմ, բայց մենակ Շիրվանզադեով չի, Պեպոյով չի, խնդիրը կասեմ ինչի համար եմ հարցը սրում ես ուղղությամբ։ Ուրեմն այդ բոլորը ճիշտ է, որ պիտի պատվի համարել լինի, որ հայրը այրել է, ուրեմն քանի տարի կարելի է դպրոցում սովորեցնել, քանի տարի կարելի է թատրոնից, բեմից, ուրեմն կեդրանից հոսեցնել նույն բանը։ Ես երբ ներկայացումը վերջացավ, իմ շարադրությունը հիշեցի, թե ինչու է հայրը այրում ուրեմն անհասկանալի ձևով աղջկա պատիվը։ Ինչու եմ ասում, որտեղ ժամանակները փոխվել են, երկիրը կանգնած է բարդագույն խնդիրների առջև եւ երիտասարդության դաստիարակությունը, որը այսպես ափսոս է, էլի հասկանում եք ոնց է, այդ կիսա մեռած պիեսներով, անհասկանալի մեկնաբանություններով կերակրելը չագերտավոր կներեք այդ բառի իմաստը, ուղղակի ափսոս է։ Շատ ուրախալի է, որ բոլոր տեղերում դահլիճները գրեթե լիքն են, բայց այդ լիքը պիտի բովանդակությունը համապատասխանի իր ֆունկցիաների հետ եւ ինչ նկատի ունեն։ Ոչ միտեղ չենք տեսել նոր պիես։ Հետո ուրեմն երբ մի անգամ ես Facebook-յան էջում գրել էի զարմանալի բան է, սովետն անցել ենք, 30-40 տարին անցել ենք գողապետության գողական շրջանը, հիմա հեղափոխությունից հետո շարունակվում է նույն պիեսների, նույն բեմադրությունը, կարծես ենթադրենք Հայաստանում պիեսներ չկա, չնայած ես չեմ հավատում, որ այդպես է, երևի ուրեմն բեմադրիչները զալլաք չունեն նոր գործերով զբաղվելու, առավել ևս ուրեմն բանով զբաղվելու, դրանց բեմականացմամբ։ Ես դա հասկանում եմ նաև, որտեղ սերիալները լցվել են իրենց ճոխ մեքենաներով, արդեն դերասան արտիստների որոշ մասի, ուրեմն թատրոններ եւ թատրոնը ծաղկելու փոխարեն երևի առանձին մարդիկ են ծաղկում։ Հիմա ինչ է ասելիքիս իմաստը, եթե ես նախ ենթադրում եմ, որ մենք ունենք դասական լավագույն պիեսներ, դա ենթադրելու բան չի, այդ մեկը հաստատ է, որոնք կարելի է վերանայել եւ բեմականացնել։ Օրինակ, շատ լավ կլինի Լևոն Շանթ եւ այլն։
Հիմա բայց գոմանած դրան իհարկե պետք է Շիրվանզադե Եվան դարի լինի, բայց ժամանակակից մեր թատերագիրներն ուրեն հասկանալի չի։ Չեմ հավատում, որ չլինեն ուրեմն մշակումներ, բայց նույնիսկ եթե վերցնում ենք, որ Հայաստանում ինչ-ինչ պատճառներով կամ հայկական սփյուռքում ենթադրենք չկան համապատասխան ուրեմն այդ գրվածներ, պիեսներ, հասկանում եք, համաշխարհային թատերական բեմահարթակը դատարկ չի, հասկանում եք ոնց է, չի կարելի այդ ամբողջի փոխարեն տալ ուրեմն որոշակի իմաստով նաև առաջադեմ այսպես մշակութային արժեք ներկայացնող բեմական գործեր պատրաստել եւ ներկայացնել։ Հիմա փառք Աստծո Հայաստանը բացվել է հատկապես պատերազմից հետո Եվրոպայի հետ շփվելու ոչ մի խնդիր չունի, հատկապես թատերական այնպիսի արվեստի այնպիսի գիգանտի ինչպիսին Ֆրանսիան է, Փարիզը, հարց է, իսկ ուր է ֆրանսիական պիեսը, ուր է ամերիկյան ներկայացումը, ուր է իտալական ներկայացումը եւ այսպես շարունակ, այսինքն գերմանական եւ այլն, եվրոպական մշակույթը մեզ շատ հարազատ է, կարող եք վերցնել նաեւ իրանական եւ այլն եւ այլն, ասում եմ, եթե մենք չունենք, չնայած չեմ հավատում, որ մշակումներ չունենանք, էլի նույն ռուսերենով հետաքրքիր է, մի տխմար պիես է դրվում Սիբիրի կյանքից, հեռավոր արևելքի, ինչ որ էլի նորից հարբեցողության մասին, նորից ընտանիք չունեցող, տատիկի մոտ մեծացող երեխայի մասին եւ այլն, հաց են տալիս։ Մենք արդյոք այնպեսի ժողովուրդ ենք, որ մեր երեխաները բաժանվում են հայր չունեցող ընտանիքում, որտեղ տատիկը, բաբուշկան իր աղջկա հետ միասին երկուսն են ամուսին չունեն եւ երեխան մեծանում է միջավայրում։ Դուք ինչ եք ուզում ասել։ Եվ ինչու եք հայոց լեզվի հետ անպայման ռուսերենը խառնում։ Ասելիքների իմաստը ո՞րն է, սա վերաբերվում է դերասան կոչվածներին։ Իհարկե նրանց, ովքեր որակը չեն համապատասխանեցնում իրականությանը։ Ես ցես ասեմ, որ երբ Արտավազդի մասին խոսեցի, ես պատական չասեցի, որ դա հռոմեական մշակույթի, հունական մշակույթի, այսինքն ժամանակաշրջանի ամենազարգացած քաղաքագիր պետությունների, որոնց թվում է նաև հին Հայաստանը, փոխհարաբերության այդ շրջագծի մեջ է։ Մի խոսքով չտխրեցնեմ ձեզ, բայց պահանջը մեկն է։ Ռեպերտուարը պիտի անպայմանորեն լավացվի, նախ մեր տեղականով, զուգորդվի համաշխարհայինով, ինչպես հասկանում եք, համաշխարհային այսօրվա դրամատիկական կամ ռուսեք երկիծական եւ այլն, այս բոլորը այսօր Ռուսաստանում չի։ Չեք կարողանում պորտալարից կատարվել, ինչ եք ուզում ասել։ Այնտեղ չի որ ես ռուսական մշակույթի չգիտեմ ինչն եմ, բայց բարձր որ երկրպագում չէ։ Եվ բարձր որ համաշխարհային մշակույթը այսօր Ռուսաստանում չէ որ խմորվում է։ Ուրեմն շարժվել է պետք առաջ բարեկամներ առանց բանի թափ տալին են եւ այդ հարբեցողների կյանքը նարգամանների կյանքը չբերել բեմեր լցնել եւ հավաքել աշակերտներին միայն դրանց մասին ներկայացնել խոսել եւ այլն։ Հիմա երկրորդ խնդիրը որ կա ուզում եմ ասել հետեւյալը։ Ուրեմն բարձր որ սա պիտի լավացվի, լեզուն պիտի կատարյալ հայոց լեզվի վերածվի եւ այդ խուժանական, գողապետական, նարգամանների եւ կաշառակեր կոռուպցիաների լեզուն պետք է դուրս մղվի մշակույթի բոլոր ուրեմն միջավայրերից եւ դերասաններն էլ պետք է աշխատեն իմ կարծիքն է իմ խորհուրդն է որ ուրեմն աշխատեն մտավորականին նմանվեն կամ չգիտեմ հերոսի նմանվեն այնպես ինչպեսին առաջադեմները կարող են լինել ախր մենք Փափազյան ենք ունեցել չէ Հրաչյալ ենք ունեցել ինչ ասեմ ուղղակի մարդ չի ուզում ասել այս բաները բայց իմ ասել նվաստացնելու համար չի Ուրեմն սա մի հարց է, որ ռեպերտուարը պիտի թարմացվի եւ նոր բեմականացումներ։ Ես Շիրվանզադեի պատվի համարի եւ մնացած մի քանի գործերի մասին բան եմ ուզում ասել։ Նայեցեք ինչ կա։ Դարաշրջանն այնպիսին էր եւ Շիրվանզադեն աշխատել ստեղծագործել է Բաքվի նավթահորերի, այն կապիտալիզմի, ինչպես ասում են, վայրի այլանդակ ժամանակաշրջանում եւ ուրեմն խիստ քննադատության է ենթարկվել, բևեռացվել է հայ մեծահարուստը, բայց հիմա տեսեք ինչ կա, մենք կանգնել ենք պրոբլեմի առաջ, իհարկե այդ մեծահարուստները մենք գողապետության շրջանի ես պարագլուխներին նկատի չունենք, կողոպտիչ թալանչիներին, բայց ուրիշ բան կա, մեզ մոտ չէ որ տնտեսական նոր հարաբերություններ են ձևավորվել, մենք ունենք վստահաբար, ես գիտեք որ նաև գործարաններ, ձեռնարկություններ, հաղորդումներ եմ տվել, դրանով եմ ասում գիտեք, Եվ այլն եւ այլն։ Մենք ունենք նաեւ տնտեսական լավ նոր հարաբերություններ, նկատի ունեցեք։ Այդ բոլորի մասին եթե շատ եք ուզում, այնտեղ ուրեմն
հայ մեծահարուստին քննադատելու այդ գրքի փոխարեն պիտի նաև պիեսի հերոսը դառնա նաև հայ գործարարը, այն գործարարը, որը երկիր արարող է, որը օրենք հարգող է, օրենքապաշտ է, եւ այլն եւ այլն։ Ես ասեմ չերկարացնեմ, այն չի որ ես ուզում եմ ուրեմն այն վիճակն առաջանա, որ անօրինական հարստացածների կյանքը գովերկեք, դա սերիալներն անում են, սերիալների մասին չի, բայց թատերական կյանքը եւ բանը պետք է ժողովրդի սովորեցնի մի ուրիշ բան։ Մենք պետք է հարգենք նորմալ գործարարին։ Մենք պետք է ժողովրդի մեջ թշնամանքը հարուստ մարդու հանդեպ չպահեն։ Խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր օրենքով եւ իրենց քրտնաջան աշխատանքով հարստացել են։ Իսկ Շիրվանզադեի մոտ դա չեք տեսնի, դա ուրիշ ժամանակաշրջան է, ուրիշ հարցեր է։ Այս բոլորը պետք է լուծվեն, նկատի ունեցեք։ Մեր սկզբունք օրինակ կուսակցության մեջ այսպիսին է, եւ ներկայացնում ենք։ Սկզբունքը հետեւյալը պետք է լինի մեր ժողովրդի եւ մեր Հայաստանը անշուշտ ուրեմն պետք է հարուստներ շատ ունենա եւ շատ ունենա, բայց բոլորը իրավական պետության շրջագծի մեջ Հայաստանը ինչ չպետք է ունենա, Հայաստան աղքատ չպետք է ունենա, ոչ թե հարուստ չպետք է ունենա, դա մարքսիզմ է, դա թշնամանք է, մեր չզարգացման ճանապարհն է, կրկնեմ, հայ ժողովուրդը հարուստ շատ պետք է ունենա, շատ պետք է ունենա, բայց դա օրենքի շրջագծի մեջ, բայց Հայաստանը չպետք է ունենա աղքատ, չպետք է ունենա անտուն, եթե ունի աղքատ եւ անտուն, հասարակությունը պարտավոր է սրանց հարցերը լուծել, ուրեմն նրանց կյանքը կարգավորելու եւ այլն իմաստով։ Դրա համար ասեմ ձեզ, Շիրվանզադեի պիեսները այլևս պիտանի չեն։ Պեպոյի շարժը պիտանի չի։ Իհարկե դա ճիշտ է, խոսքը միակողմանության մասին է, իրենք էլ լինեն, բայց մեզ մոտ պիտի պետականաշինության, մշակույթի վերելքի հիմքերը բարձվեն, որովհետեւ մենք շարժվենք առաջ, թե չէ չի ստացվի, սիրելիներ, եւ այսպես, եւ ես երբեք չեմ բաժանել Սայաթ Նովայի բանում եմ ֆիլմում այն տեսակետը, որը ֆիլմից ծորացել է տասնյակ տարիներ, տարածվել է, որ մարդը ուրեմն ռամիկ է, իշխան դառնալ չի ուզում։ Ես ասեմ ձեզ, նայեցեք Աննա եւ այն տեսարաններ եւ նայեցեք Սայաթ Նովա ֆիլմը։ Ինչ է ասում հերոսը, ինքը ռամիկ է, իշխան դառնալ չի ուզում։ Ես դες հաց եմ տալիս, այն ժողովուրդը, որ ռամիկ է եւ ռամիկ մնա, այդ ինչի պիտի հասնի այդ ժողովուրդը, չէ որ ուրիշի իշխանը դալու է նստի այդ ժողովրդի վզին։ Հաստատ իմացեք, մենք դրա աղետաբեր արդյունքը պատերազմի ընթացքում տեսան, հասկանում եք ոնց է։ Ուրեմն այո, ռամիկը ոչինչ չկա, որ մարդը ռամիկ է, բայց նա պիտի ձգտի, որ իշխան դառնա, այդտեղ որևէ վատ բան չկա, նկատի ունեցեք։ Հիմա ճակերտներում ես իհարկե նա սոցիալիստական ռեալիզմի սկզբունք է եւ խցկել են այդ ֆիլմերի մեջ նման գաղափարախոսություն, եղել է, չի եղել, դուք շատ եք խաբար, եղել է թե չէ։ Ուրեմն կարող եմ ասել չի եղել, բայց որովհետեւ մեր ժողովուրդին կարարել է, ստեղծել է եւ ձգտում է միշտ եղել է հարստանալ, բայց խոսքը կրկնեմ, իմ ասածը օրենքով հարստացման մասին է։ Հիմա գիտեք ցեղասպանությունը եւ այսպես ասած նախածի մտվեց հայոց մեջ, երբ որ արաբներն առաջին անգամ հայոց իշխանական տների հավաքեցին դվինում եւ այրեցին իշխանական տողներին եւ ինչ ստացվեց, դառանք ռամիկ, մնացինք ռամիկ, մինչեւ հիմա այն տեսեք, փողոցում ռամիկը հարցակննում է պետական իշխանությանը, գրոհում է պետական հիմնարկների վրա, մնալու ենք ռամիկ, այդպես շարունակվի։ Եվ այսպես ուրեմն, երբ որ այդ ցկտումներ չունի, ոչ մի ապակայել մենք չենք ունենա։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, դու կարող ես ցույց տալ աշխարհում մի ստեղծագործություն, իտալական պալատները նայեք, Սանկտ Պետերբուրգի պալատները նայեք, սուլտանական պետության պալատները, որոնք մի մասը նաև հայերի կառուցած են եւ այլն։ Ձեր կարծիքով ռամիկներն են դրանք կառուցել, այդ պետությունները ռամիկներն են ստեղծել։ Խոսքս նրա մասին է, որ մենք պետք է խրախուսենք ստեղծագործ աշխատանքը, այո, փող ստեղծելու աշխատանքը, բայց այդ փող դա պետք է քրիստոնեական արժեհամակարգի մեջ լինի, ոչ թե գիշատիչների մրցույթի, ինչ որ այսօր Ղարաբաղյան կլանը Հայաստանում կազմակերպել է կամ մոսկովյան խոլոպները բերել լցրել են, ընտրությունները վերածել են դոլարի խաղի, հասկանում եք ոնց է։ Սրանք հարցեր են, որոնց մասին պիտի մտածենք, եւ մեր թատրոնները, որոնք կարևորագույն մշակութային օջախներ են, օբյեկտներ են, դրանք պետք է իսկապես իրենց դերը խաղան։
Ես իմ ընկերն ասում է, որ Հայաստանում ինքը շատ ավելի լավ գիտի, ուրեմն այդ բոլորը, ասում են Հայաստանի բոլոր քաղաքներում կան լավագույն թատրոններ։ Նու ես էլ գիտեմ անշուշտ ինչ-որ չափով, որ ասենք Արտաշատի թատրոնն է, որ այսօր գործում է, Վանաձորի Ադամյանի անվան թատրոնն է, Կումայրիի թատրոնն է, ես դիտավորյալ թուրքերեն անունը չեմ ասում, Կապան եւ այլն։ Կառավարությունը կարծում է, որ պիտի ուշադրություն դարձնի եւ այս բոլորը ուրեմն վերականգնի, բացատրի եւ այլն։ Բայց մի բան կա, մենք ինչ էլ անենք, մեզ խիստ անհրաժեշտ է ժողովրդավարություն, բայց այդ ժողովրդավարության ավելցուկը վնասում է իրավական պետության կայացմանը։ Այդ բոլորը պետք է լինի իրավունքից բխող օրենքի շրջանակներում, եւ դա շատ հեշտ է։ Եվ մեր մշակույթը պիտի ծառայի բացառապես մեր ժողովրդի վերելքին, մտավոր բարոյական հատկապես միջին եւ բարձր տարիքի դպրոցական տարիքի ուրեմն աշակերտների, որոնք իսկապես հրաշալի է, որ թատրոններում լիքն ու լիքն են, բայց նրանց չպիտի մենակ զվարճացնել։ Գիտեք, արվեստի խնդիրն ինչն է։ Արվեստի խնդիրը մարդու մեջ, հատկապես երիտասարդի, գեղեցիկի նկատմամբ ճաշակ ձևավորելն է, ոչ թե գռեկություն տարածելը, որովհետև հայրախառն անհասկանալի եւ այլն, եւ մեր մշակույթը ներկայացնելը։ Եվ այն մշակույթը ըստ Չարենցի կամ Տերյանի, գիտեք, որը ունեցել է ոսկեղենիկ լեզու, ոսկեղենիկ բովանդակություն եւ մեր հրաշակեր պիեսներ եւ այլն, եւ ժամանակին adekvat։ Սրանց հարցերը պիտի լուծվի սիրելիներ։ Իսկ կառավարությունը պիտի ասել, մենք մտածում ենք, որ եթե մենք անցնենք խորհրդարան, հերուչի, եւ մենք ներկայացնելու ենք ուրեմն մշակույթի նախարարության վերստեղծմանը։ Հնարավոր չի մշակույթի դարավոր ավանդույթ ունեցող ժողովուրդը չունենա մշակույթի նախարարություն, առանձին նախարարով։ Հասկանում եք ոնց է։ Ես բանից Չերչիլից, որի մասին բան են պատմում, մի բան հիշեցնեմ, երևի դրանով ավարտել, որն է խնդիրը։ Երբ պատերազմի գերմանացիների դեմ ֆինանսավորման հարցն են քննարկում, Չերչիլն առաջարկում է ահռելի գումար մշակույթի զարգացման կամ պահպանությանը ուրեմն տրվելիք։ Ասում են ռազմական նախարարը առարկել է վարչապետին, պրեմիեր-մինիստրին, ասելով մենք ծանրագույն պատերազմ ենք մղում գերմանացիների դեմ եւ այս վիճակում ահռելի գումար մշակույթի նախարարությանը կամ համապատաս մշակույթին ավելի շուտ, որտեղ նրանց մոտ այն սիստեմ է շիրնի կրճատել, Չերչիլն ասում է ոչ, ասում է ինչու, ասում է որովհետեւ եթե դուք անգլիական մշակույթը պահելու եւ զարգացնելու համար չեք պատերազմում, ինչու եք պատերազմում, կարող եք բացատրել։ Այսպես ուրեմն սրանով փակենք հարցը, մեր մշակույթի նախարարությունը պիտի վերականգնվի, մեր թատրոնները պիտի վերանորոգվեն, ընդ որում ոչ մոդեռնացվեն շենքերը, որովհետեւ այն կլասիկան ինչ որ կա, մեծ մասամբ պիտի պահպանվի, որովհետեւ նայե մարզերը մանեք եք, հրաշալի մշակույթի տներ կան, Տուֆակերտ եւ այլն, հանկարծ չվերածեք ուրեմն բետոնի ինչ-որ կառույցների ապակու եւ այլնի։ Այդ դեպքում կկորցնեք Հայաստանի մշակութային ինքնությունը եւ դիմագիծը։ Այսօր էսպես չերկարացնեմ, հարգելիներ, չնեղանաք, ուզում եք նեղացեք, դա ձեր գործն է, բայց սրանք մեր հարցերն են։ Հեղափոխությունը շատ դժվար բան է, երկրի վերակառուցումը պատվաբեր։ Ուրեմն այդ պատվաբեր գործը պիտի անենք, որպեսզի մեր սերունդների կյանքն էր բովանդակություն ունեն, իսկ երիտասարդ եւ կյանք մտնող սերունդը պիտի ունենա, հիշեք, ճաշակ, գեղարվեստի ճաշակ, այլապես թե չէ ինչ, հասկանում եք, թե չէ ինչն եք պաշտպանում, ինչի եք ապրում եւ ինչ եք ուզում։ Ստեսություն ձեզ։